Բարի ոսելիքո եղբայրներ ջան, եկեք շարունակենք Հռոմեացիս 9:6-13 համարները։ Մենք առաջի ձայնագրությունը ունեցանք, առաջի ձայնագրության մեջ առաջի սկզբունքի մասին խոսեցինք, որտեղ այս հատվածում կա երկու սկզբունք։ Առաջինը փրկությունը կապված չի ֆիզիոլոգիական սերնդաբանության հետ, այսինքն փրկությունը կապված չի մարմնից ծնվելու հետ։ Կլինի Աբրահամից, կլինի Իսահակից, մենք ավելի այս մասին խոսեցինք առաջի ձայնագրության մեջ։ Մենք տեսանք, որ նույնիսկ առաքյալը առավել ցույց է տալի, որ Աբրահամից ծնվածներ կան եւ ծառաներ եւ որդիներ, եւ այստեղ կարևոր է ծանոթանանք, որ Պողոս առաքյալի տերմինաբանության մեջ խոստումի որդի, Աստծո որդի, Աբրահամի որդի առավել կապված է փրկվածների հետ, այսինքն երկու կատեգորիա կա, որտեղ հիշում եք, ես շեշտեցի, որ մենք անդրադառնալու ենք ընդհանուր նաև այդ միտքն զարգացնելու 9-րդ գլխից, կա երկու սկզբունք Իսրայելի հետ կապված, կա ընդհանուր կոլեկտիվ համընդհանուր Իսրայելի ժողովուրդը որպես Աստծո սեփական ժողովուրդ, այսինքն ընտրությունը, որը ընդհանուր այդ ժողովրդի վրա է, եւ կա ընտրություն առավել նախասահմանությունով կամ ավելի սուվերեն ընտրությունով, որը փրկվածների համար է։ Այսինքն կա անձնական ընտրություն եւ կա համընդհանուր ժողովրդի ընտրություն։ Դրանք տարբեր են, մենք ավելի խորը սա նայելու ենք եւ սա առավել կօգնի մեզ հասկանալու ընդհանրապես Իսրայելի ֆունկցիոնալ դերը կամ Իսրայելի մասին բոլոր սկզբունքները, որտեղ այն, որ Աստված ընտրում է համընդհանուր բոլոր ժողովրդին, որ Իսրայելը որպես Աբրահամի ֆիզիոլոգիական սերունդ, մենք տեսնել ենք դա այլ նպատակ ունի, այսինքն Աստված օգտագործում է այդ ժողովրդին որոշ ֆունկցիոնալ դերերի համար, մենք տեսնելու ենք սա, օրինակի համար առաջնային ֆունկցիոնալ դերից մեկը նա էր, որ Քրիստոսը պիտի ծնվեր այդ ժողովրդի մեջ։ Պիտի այնպիսի ժողովուրդ ձևավորվեր, որտեղ պետք է Աստված իր օրենքները տար Մովսեսի միջոցով, եւ այդ օրենքների ներքո պիտի ծնվեր փրկիչը, Մեսիան։ Այսինքն Իսրայելը որպես ժողովուրդ, որպես ընդհանուր կոլեկտիվ ընտրության աղբյուր, այն այլ նպատակ ունի, այլ ֆունկցիոնալ դեր ունի եւ այն օգտագործում է։ Պողոս առաքյալը այդ մասին խոսելու է, այսինքն արդեն 10-11-ում անդրադառնալու է դրան։ Եվ կա անձնական ընտրություն, որի մասին ինքը այստեղ է խոսում, որովհետեւ երբ որ հարցը առաջանում էր 6-րդ համարում, տեսեք, բայց ոչ իբր թե Աստծո խոսքը գետին է ընկել, հարցը նրա մասին է, որ 8-րդ գլխում Պողոս առաքյալը շեշտեց փրկվածների մասին, այսինքն Աստծո որդիների մասին, նրանց, որոնց ընտրեց ի վերջո փառքին մասնակից արեց, հիշում եք փրկության անխախտելի շղթան 28-ից մինչև մենք տեսանք 30 համար, 31 համար։ Հիմա տեսեք, սրանից հետո դրա համար հարց էր առաջանում, արդ ինչ, եթե փրկությունը Աստծո ընտրությունով էր եւ ընտրվածները մասնակից էին դառնում փառքին, այսինքն որևէ մեկ այդ շղթայի մեջ չէր կորում, ապա ինչ եղավ Իսրայելը, այսինքն հարց էր գալիս Աստծո խոստումը Իսրայելի հանդեպ գետին ընկավ։ Դրա համար 6 համարում առաքյալը շեշտեց, բայց ոչ իբր թե Աստծո խոսքը գետին ընկել եւ ցույց է տալիս, որ այն, որ դուք ընկալում եք որպես Իսրայել, սխալ եք նայում, այսինքն դուք մտածում եք ամբողջ Իսրայելը պիտի փրկվի, բայց Աստված այդպեսի բան չի ասել։ Այո, ամբողջ Իսրայելը որպես ժողովուրդ, համընդհանուր Աստծո ժողովուրդ ընտրություն ունի, այսինքն ընտրված է որպես ժողովուրդ լինելու, բայց դրա ֆունկցիան փրկությունը չի։ Մենք սա կտեսնենք ավելի խորն առաքյալը, բայց այն ինչը վերաբերվում է փրկության, տեսեք, առաքյալը ավելի անդրադառնում է սուվերեն ընտրության։ Հիմա մենք սա ենք տեսնելու, որովհետև առաջի ձայնագրության մեջ մենք ինչ տեսանք, որ առաջինը ձևավորվեց, որ Աբրահամի ոչ բոլոր որդիներն են կոչում Իսրայել։ Տեսեք, ես ընթերցեմ 6-ից մինչև 13-ը եւ կանադառնանք արդեն երկրորդին, որը կապված է արդեն Իսահակի սերնդաբանությամբ։ Առաջինը մենք նայեցինք Աբրահամի սերունդը, տեսանք, որ այսինքն փրկությունը կապված չի ֆիզիոլոգիական ծնունդի կամ մարմնից ծնվածի հետ։ Տեսեք, բայց ոչ իբր թե Աստծո խոսքը գետին է ընկել, որտեվ հարց էր առաջանում, եթե ամբողջ Իսրայելը, որ Աստծո ժողովուրդը կոչված, մերժեց Քրիստոսին, ուրեմն կամ Հիսուսը Քրիստոսը չի, կամ էլ Աստված իր խոստումը տված Իսրայելին ջնջեց, հեչեղյալ համարեց։ Դա համար ասում, բայց ոչ իբր թե Աստծո խոսքը գետին է ընկել։ Ոչ, գետին չի ընկել, Աստծո խոսքը շարունակում է խոստումը նկատի ունի Աբրահամի տված, շարունակում է մնալ եւ նախանամությունով այն ներմուծվում է կյանք։ Բայց ոչ իբր թե Աստծո խոսքը գետին է ընկել, որովհետև ոչ թե ամենքը, որ իսրայելացի են, նրանք են Իսրայելը, որ իսրայելացին ինքը անդրադառնում է համընդհանուր ժողովրդին, իսրայելացի, դա կոչվում է ժողովրդի անունն է, այսինքն Աբրահամից կամ Հակոբից ծնվածները, Իսահակից եւ Իսահակի որդի Հակոբից 12 ցեղերը։ Դա համար հարց է տալի, բայց ոչ իբր թե Աստծո խոսքը գետին է ընկել, ոչ ասում է գետին չի ընկել, այնպես չի որ խոսքը գետին է ընկել կամ չեղյալ է համարվել, որովհետեւ եւ ավելի տալիս անմիջապես պատասխանը, ասում է ոչ թե ամենքը որ իսրայելացի են, նրանք են Իսրայելը։ Եվ այստեղ կարծես կարելի է տեսնել, որ առաքյալը Իսրայել բառի տակ հասկանում է փրկվածներ հասկացողությունը, բայց կա նաև Իսրայել,
Իսրայել, որ Աբրահամից ծնված սերունդն է, եւ ինքը զանազանում է առաքյալն, ասում է այն, որ Աբրահամից ծնված են, ոչ բոլորն են Աստծո որդիներ, ոչ բոլորն են Աբրահամի որդիներ խոստումի առումով։ Աբրահամի որդի են ֆիզիոլոգիապես, բայց նրանք կապ չունեն փրկության հետ։ Այո, փրկության Աստծո ծրագրի մեջ նրանք ֆունկցիոնալ դեր ունեն, բայց նրանք բոլորը չեն փրկված։ Այսինքն, երբ որ խոսքը գնում է մարմնից ծնվածի, չի նշանակում այդ խոստումի մեջ Աբրահամից բոլոր ծնվածները երկնքի արքայության զավակներ էին։ Նրանք թլպատությունը կրում են որպես Աբրահամի ծնված եւ Աբրահամի հետ կապված ուխտի նշան, բայց այստեղ արդեն առաքյալն ավելի մանրացնում է եւ բացատրում է աստվածաբանական ավելի սկզբունքով, թե ովքեր են իրականում Իսրայելը։ Եվ մենք սա տեսանք։ Հիմա տեսեք, այսինքն ոչ թե մարմնի որդիք են Աստծո որդիք։ Տեսեք, անմիջապես երբ որ մենք կարդում ենք 6-րդ համարը, հիմա եկեք մի քիչ ուշադրենք, որտեղ նորից եմ ասում, հատվածը բարդ հատված է, բայց մենք պետքա զանազանենք առաջի կարևոր սկզբունք, պետքա զանազանենք այդ ընտրության երկու սկզբունքը, կամ ընդհանուր ժողովրդի ընտրությունը կա եւ կա անձնական փրկված անձի ընտրությունը։ Առաքյալը սա տարբերելու է, սա ցույց է տալու, որ բոլոր փրկված, բոլոր ընտրվածները ժողովրդի առումով փրկվածները չեն։ Եվ դրա համար նեղացնելու ավելի բերելու է Իսահակ, հետո Իսահակով բացատրել է ինչ անշանակում խոստումի որդի։ Եվ կա անձնական ընտրություն, Աստծո սուվերեն անձնական ընտրությունը, որը արդեն կապված Աստծո որդինի կամ փրկված անձի հետ։ Կա փրկություն, կա անձնական ընտրություն, որը կապված է փրկության հետ, եւ կա համընդհանուր կոլեկտիվ ընտրություն, որը կապված է Իսրայելի որպես ժողովուրդ, Աստծո սեփական ժողովուրդ կոչվելու ֆունկցիոնալ դերի մյուս ժողովուրդների մեջ դրված ի տարբերություն մյուսների ինքը կոչվում է Աստծո ժողովուրդ։ Բայց այդ Աստծո ժողովուրդը չի նշանակում, որ բոլորը փրկված են։ Հիմա սա պետք է մենք ավելի տեսնենք։ Նորից եկեք ընթերցենք։ Նորից ես մի քանի անգամ կրկնում եմ ամեն ինչ, որտեղ այն բարդ է։ Խնդրում եմ մի քանի անգամ լսեք, բայց ոչ իբր թե Աստծո խոսքը գետին եկել։ Մեր ընդհանուր հատված այս հարցին է պատասխանում։ Բա ոնց հասկանանք, որ գետին չի ընկել, ինքը սա է պատասխանելու։ Բայց ոչ իբր թե Աստծո խոսքը գետին է ընկել, որովհետև ոչ թե ամենքը, որ իսրայելացի են, նրանք են Իսրայելը։ Այսինքն արդեն առաքյալը ակնկալում է, որ հաս տվողները հասկանում են Իսրայել բառի տակ փրկվածներ։ Ինքն ասում է ոչ, Աբրահամից ծնված ոչ բոլոր որդիքն են Իսրայել։ Իսրայել հասկացողությունը այլ է, բայց նրանք իսրայելացի են, այսինքն համընդհանուր ընտրության մեջ են։ Եվ ոչ թե նրանք, որովհետև Աբրահամի սերունդ են, ամենքը որդիք են։ Տեսնում եք, տեսեք տերմինաբանությունը։ Եվ ոչ թե նրանք, որ Աբրահամի սերունդ են, այսինքն ոչ թե նրանք, որ Աբրահամից ֆիզիկապես մարմնից ծնվել են, նրանք են փրկվածները։ Տեսեք, Աստծո որդիք են։ Ուշադիր նայեք նորից։ Եվ ոչ թե նրանք, որովհետև Աբրահամի սերունդ են, ամենքը որդիք են։ Այս որդիք են բառը Աստծո որդիք հասկացողությամբ, 8-րդ գլխում այդ մասին է խոսում, այսինքն փրկվածների հետ է կապված։ Այլ Իսահակով քեզ համար սերունդ պիտի կոչվի։ Այլ Իսահակով պիտի քեզ համար սերունդ կոչվի։ Տեսեք, ինքը զանազանեց, առաջին Աբրահամը ուներ շատ որդիներ, Հագարից, Ծառա, նաև Քետուրայից, եւ մենք ցույց է տալի, որ ոչ, ասում է, խոստումը Իսահակից ծնվածների հետ էր կապված։ Հիմա հարցը առաջանալու եւ մենք սրան պիտի պատասխանենք։ Արդյոք Իսահակը արդեն ուղիղ այն ճյուղն է, որից բոլոր ծնվածները պիտի փրկված լինեն։ Այստեղ է հիմա հարցը։ Եվ մենք պետք է տեսնենք, որ առաքյալը խոստումի որդի ասելով, վերագրելով այն Իսահակի վրա, այլ բանի նկատի ունի։ Խոստումի որդի նշանակում է Աստծո սուվերեն կամքով ընտրված։ Խոստումը, երբ որ Աստված տալիս է Աբրահամին, տալիս է իր սուվերեն կամքից ընտրված։ Անցյալ ձայնագրության մեջ ես ակնարկեցի, Աստված չի ասում ինչպիսին ես ուզում լինի, երբ լինի, Աստված ինքն է որոշում, ով լինի, ինչպես լինի եւ երբ լինի։ Այս սրա վրա է կենտրոնանում առաքյալը, որտեղ 8-րդ գլխում հենց ինքը սուվերեն ընտրությունը առաջ քաշեց։ Աստծո գերիշխանության հիմքում ընկած կարևոր կոմպոնենտը։ Եվ ոչ թե նրանք, որովհետև Աբրահամի սերունդ են, ամենքը որդիք են։ Այստեղ պետք է զանազանենք բառերը։ Աբրահամի սերունդ են, նշանակում Աբրահամից ծնված են, ամենքը որդիք են, ամենքը փրկված են։ Ոչ, ասում է։ Այլ Իսահակով քեզ համար սերունդ պիտի կոչվի։ Եվ հիմա մենք պիտի նայենք, որ Իսահակից ծնվածներն են միգուցե, բայց որպեսզի սա էլ չլինի, անմիջապես ասում է, այսինքն ոչ թե մարմնի որդիքն են Աստծո որդիք, այսինքն ոչ թե մարմնից ծնված, եւ Աբրահամի մարմնից, եւ Իսահակի մարմնից ծնվածները, սերմից ծնվածները, դրանք չեն որդիք, ասում է։ Նրանք ընդհանուր ընտրությունն է, որպես Իսրայելի ժողովուրդ, որ ձևավորվի, այլ իրական կա անձնական ընտրություն, եւ հիմա տանելու է այդ դաշտ։ Ուշադիր նայեք։ Այսինքն ոչ թե մարմնի որդիք են, տեսեք, առաքյալն ունի այսպիսի կերպ։ Հիշում եք, երբ որ առաքյալը առաջի 2, 3, 4, մինչև 4 գլուխը, որտեղ 4 գլուխում ինքը խոսում է հավատքով փրկության միջոցը որպես միակ նախասահմանված, փրկությունը դա հավատքն է։ Հիմա մինչև դա ինքը հիշում եք խոսեց կարևոր մի սկզբունք օրենքով արդարություն ցանկացողները, որոնք ցանկանում են օրենքով արդարություն ձեռք բերեն, ինքը նույն սկզբունքն է օգտագործում, տեսեք։
Առաջի բաժնի մեջ ինքն ասեց հեթանոսները չեն կարող արդարանան, որովհետև նրանց խիղճը նույնպես վկայում է, որ մեղավոր են։ Իրանց մեջ ունեն օրենք, բայց այդ օրենքը նրանց չի բերում փրկության, այդ օրենքը նրանց տանում է դատապարտության, որ անպատասխանի մնան։ Երկրորդ, հրեաները նույնպես ունեն օրենք, արդեն երկրորդ գլխում։ Իսրայելացիները ունեն օրենք, բայց այդ օրենքը չեն, օրենքով չեն փրկվում, որովհետև օրենքը ունեցողները չեն փրկվում, այլ օրենքը կատարողները։ Բայց որը եւ անմիջապես արդեն երրորդ գլխում ասեց, որ չկա մարմին, որ օրենքի գործերով արդարանա։ Հիմա նույնն է անում։ Այսինքն ոչ թե մարմնի որդիքն են, այսինքն մարմնից ծնվածներն են Աստծո որդիք, այլ խոստման որդիքն են սերունդ համարվում։ Այս 8 համարի դա բանալի հասկացողությունը ավելի ամբողջացած, այսինքն ոչ թե մարմնից ծնված կամ մարմնի որդիքն են Աստծո որդիք, այսինքն ոչ թե Աբրահամի սերմից կամ Իսահակի սերմից ծնվածներն են Աստծո որդիները, այսինքն Աստծո որդին այստեղ վերաբերում է փրկվածներին, ոչ թե նրանք են Աստծո որդիք, այլ խոստման որդիք են սերունդ համարվում, այլ խոստման որդիք են սերունդ համարվում, կա Աստծո որդիք, կա խոստման որդիք, նույն կատեգորիան է, այսինքն խոստման որդիք հավասար է Աստծո որդիների։ Պետք է մենք հասկանանք, ինչ է նշանակում խոստումի որդի, արդյոք այն Իսահակը չի։ Այո, բայց ուշադիր նայեք, երբ որ առաքյալը խոսում է Իսահակի մասին, եթե 5 կտակարանեք, Աստված չի ասում որդիներ, ասում է որդի, Իսահակը որդի։ Հիմա նայեք առաքյալը ինչ բառ է օգտագործում, չի ասում խոստման որդի, ասում է խոստման որդիքն են։ Հոգնակի կա խոստման որդի, որ Աբրահամին տրվեց, եւ կա խոստումի որդիներ, որ առաքյալը առաջ է քաշում։ Այսինքն, այստեղ ոչ թե խոստումի որդիով են ծնվելու, այլ խոստման որդիներ են։ Հիմա ովքեր են խոստման որդիները, որոնք կապված են խոստումի հետ։ Նրանք, որոնք հավատում են միակ սերմից, այսինքն Քրիստոսին, որտեղ Քրիստոսը այդ սերունդն է, որով բոլորը պիտի փրկվեին, որոնք հավատում են այդ խոստումին, որ Քրիստոսով է փրկությունը։ Այսինքն առաքյալը, որպեսզի ավելի ամբողջացնի, ովքեր են Աստծո որդիները, առաջակաշում այս սկզբունքը, որ նրանք, որոնք ընդունում են Քրիստոսին, այլ նրանք էլ Աստծո որդին, այլ նրանց է հայրը տալի որդուն Քրիստոսին։ Եվ դրանցից որևէ մեկը չի կորում։ Հիշում եք, այսինքն, քանի որ շաղկապը կա 8-րդ գլխի հետ, ում որ ընտրեց, նրան նախասահմանեց իր որդու պատկերի կերպանակից լինելու, ում որ նախասահմանեց կանչեց, արդարացրեց եւ նաեւ փառավորել արավ, հիմա ինքը առաքյալը սա ասում, սա կապված է ընտրության հետ, ոչ թե բոլոր Իսրայելն է, այսինքն ոչ թե Աբրահամից ծնվածները բոլորն Իսրայել են, այլ Իսահակով, բայց ոչ թե Իսահակի մարմնից ծնվածները, այլ խոստումին հավատացողները, այսինքն առաջ է քաշում Աստծո որդիների բնութագիր հավատքը եւ ինչին աղված այդ հավատքը, այն խոստումի որդուն Հիսուս Քրիստոսին։ Գալու եք, սա առաքյալի աստվածաբանությունն է, որ ամբողջացնում է թե ովքեր են փրկվածները, որպեսզի պատասխանի որ հարցին, արդյոք Աստծո խոստումը տված Աբրահամին ընկավ գետին, ոչ, ասում է Աստծո խոստումը Աբրահամի հետ կապված չէ, որ Աբրահամից բոլոր ծնվածները դրանք Աստծո որդիներ են։ Այդ ուխտի շրջանակում որդիներ են, այսինքն անձնական ժողովուրդն է Աստծո սեփական, որին Աստված առանձնացնում է մյուս ժողովուրդներից, բայց փրկվածների համար այլ սերունդ կա, Իսահակով, խոստումի որդիով քեզի կլինի այդ խոստումը, հիմա դրա համար այն կապված Աստծո սուվերեն կամքի հետ։ Սիրներս, ես գիտեմ, որ այն բարդ է։ Ամեն դեպքում փորձում եմ որքան հնարավոր է հասանելի բացատրեմ, որպեսզի մենք հասկանանք, ուրեմն անմիջապես 8-րդ համարում պոկում է մարմնից ծնվածները որպես փրկվածներ, կապ չունի կլինի Աբրահամից, կլինի Իսահակից, բայց սա չի նշանակում, որ դա ֆունկցիոնալ դեր չունի, որտեղ Աբրահամից եւ Իսահակից ծնվածները, այսինքն Աբրահամի միջոցով Իսահակի որպես խոստումի որդիներից ծնվածները համարվում են 12 ցեղերը Հակոբի, այսինքն այն Իսրայելն է որպես կոլեկտիվ ընտրության առումով։ Դա ուրիշ ֆունկցիոնալ դեր ունի, բայց հիմա առաքյալն առավել ցույց է տալու, որ փրկվածներ հասկացողությունը սերտ կապված է ավելի խոստումին հավատացողների հետ, որպեսզի սա առավել տեսնեք, բայց եկեք ամբողջացնենք մինչև 13 համարը եւ արդեն կմտնենք արդեն երկրորդ ճյուղի մեջ, ես կգնայինք Իսահակի սկզբունքը։ Առաջինը մենք տեսանք, որ մարմնից ծնվածները չեն համարվում խոստումի որդիներ, երկրորդ մենք կտեսնենք, որ խոստումի որդիներ հավատում են Աստծո խոստումի որդի կամ փրկությունը կապված Աստծո սուվերեն ընտրության հետ, ոչ թե մարմնից ֆիզիոլոգիական ծնվելու հետ։ Եկեք ընթերցենք, բայց ոչ իբր թե Աստծո խոսքը գետին է ընկել, որովհետև ոչ թե ամենքը, որ իսրայելացի են, նրանք են Իսրայելը։ Եվ ոչ թե նրանք, որովհետև Աբրահամի սերունդ են, ամենքը որդիք են, այլ Իսահակով քեզ համար սերունդ պիտի կոչվի, այսինքն ոչ թե մարմնի որդիք են Աստծո որդիք, այլ խոստման որդիք են սերունդ համարվում, որովհետև խոստման խոսքը սա է,
Տեսեք ինքը անմիջապես բացատրում է խոստման խոսքը, որովհետև խոստման խոսքը սա է, եւ այս խոստման խոսքի մեջ հիմա տեսեք Աստծո սուվերեն ընտրությունը։ Այս ժամանակումը կգամ, ինքն է ասում կգամ, չի հարցնում երբ գա։ Այս ժամանակումը կգամ, ինքն է որոշում ժամանակը։ Եվ Սարային որդի կլինի։ Ինքը չի ասում մի գուցե որդի լինի։ Կգամ տեսնեմ համաձայն եք որդի տամ թե ոչ։ Այս ժամանակում կգամ եւ Սարային որդի կլինի։ Սա Աստծո սուվերեն ընտրությունն է։ Գերիշխանությունն ամեն ինչի վրա։ Այսինքն, երբ որ ինքը խոսում է, որ Իսահակով քեզ համար սերունդ պիտի կոչվի, եւ անմիջապես հետևից 8 համարում ասում, այսինքն ոչ թե մարմնի որդիք են Աստծո որդիք, խոսում է ոչ թե մարմնից ծնվածներն են բոլորը փրկված նույնիսկ Իսահակով, այլ խոսման որդիք են սերունդ համարում, փրկվածներ համարում, խոսման որդիք որոնք են, որոնք կապված են Աստծո սուվերեն ընտրության հետ։ Դա համար ասում է, որտեղ խոստումի խոսքը սա է, թե այս ժամանակումը կգամ եւ Սարային որդի կլինի։ Հիմա եւ ոչ միայն այսքան, բայց Ռեբեկան էլ որ մեկից հղացավ մեր հայր Իսահակից, հիմա ցույց է տալի խոստումը, որը կապված է սուվերեն ընտրության հետ, ոչ միայն այսքան ասում է, այլ Ռեբեկան էլ որ մեկից հղիացավ, այսինքն Իսահակից, ուրիշ անց չէր, Ռեբեկան մեկ մայր եւ մեկ հայր, այսինքն եւ երկուսն էլ զույգ, բայց ասում է այս երկու ծնվածներից, որոնք Ռեբեկայից, Իսահակից եւ նաեւ զույգ էին, տարբերություն չունեին։ Աստված դեռ չծնված, ասեց մեծը պիտի ծառայի փոքրին։ Եսավին ատեցի, Հակոբին սիրեցի։ Ինքը այս բառերը վերցնում է Մաղաքիա մարգարեից, երբ որ Իսրայելը հարց էր տալի, ասում էր ինչով ես մեզ սիրում։ Եվ Աստված ասում է՝ միթե Եսավը Հակոբի եղբայրը չի, բայց ես Եսավին ատեցի, Հակոբին սիրեցի։ Ցույց է տալի, որ ես ընտրել եմ ձեզ։ Հիմա պետք է սա հասկանանք, եւ ինքը այս մեջ բերումն անում այստեղ։ Այսինքն տեսեք, որովհետև խոստման խոսքը սա է, թե այս ժամանակումը կգամ եւ Սարային որդի կլինի, եւ ոչ միայն այսքան, բայց Ռեբեկան էլ որ մեկից հղիացավ կամ Իսահակից, մեր հայր Իսահակիցը, քանզի նրանք տակավին չծնված եւ մի բարի կամ շար բան էլ չգործած, որպիսի ընտրության, բառը ինչ եք տեսնում, որպիսի ընտրություն, մեկ ընտրություն բառը, որպիսի ընտրության պես լինի Աստծո նախասահմանությունը հաստատմանա։ Այսինքն որպիսի խոստումի որդի հասկացողությունը կապված լինի Աստծո ընտրության հետ, ոչ թե մարմնից ծնվածի հետ, ոչ թե ամեն մարմնից ծնվածը Իսահակից, այլ Աստծո սուվերեն ընտրությունից ծնվածը։ Սա ուշադիր եղեք, այս միտքը ավելի է զարգացնելու հետագայում։ Քանզի նրանք տակավին չծնված եւ մի բարի կամ չար բան էլ չգործած, որպեսզի ինչի է դեռ չար բան էլ չգործած կամ դեռ բարի բան էլ չգործած, այսինքն որևէ մարդկային հատկության հետ կապ չունեցող, ինչի, որպեսզի Աստծո փրկության ծրագիրը կապված լինի Աստծո գերիշխանության հետ, ոչ թե մարդու հատկության հետ, ոչ թե Աստված նայի մարդը ինչ ասելու նոր որոշի, այլ Աստված ինչ որ որոշում է, ի վերջո մարդը դա է անում։ Այս սա ամենակարևոր սկզբունքն է, որ մենք հասկանանք նախասահմանության։ Հետագայում նախասահմանության խորհուրդ ավելի խորն է ինքը բացելու, որ մենք հասկանանք, թե ինչքան մեծ է Աստծո ընտրության սուվերեն կամքի գործոնը ընտրության հարցում։ Տեսեք, եւ ոչ միայն այսքան, բայց Ռեբեկան էլ որ մեկից հղացավ մեր հայր Իսահակիցը, քանզի նրանք տակավին չծնված եւ մի բարի կամ չար բան էլ չգործած, այս տակավին չծնված չի նշանակում սերներս, որ տակավին չծնված նշանակում է դեռ ֆիզիկական աշխարհը չկա, նյութական աշխարհը չկա, կա Աստված իր փառքով եւ կա մտահղացումը, որ Աստված ուզում է փրկության մարդ ստեղծի, այդ ժամանակ արդեն Աստված իր մտահղացման մեջ փոքրին սիրեց, մեծին ատեց, այսինքն առաքյալը սրա վրա է տանում։ Դեռ այսինքն չկա մի բան, որ պիտի տեսնի արեցին թե չարեցին։ Այսինքն կանխագիտության սկզբունքը պրոբլեմա, եթե այդպես մեկնենք, այսինքն նրանք դեռ չծնված, նշանակում է դեռ ֆիզիկական աշխարհը չեղած, արդեն Աստված որոշեց ով է լինելու։ Այս սրա մասին է խոսքը, եւ մենք հետո կնայենք արդեն ավելի հավելում կնվիրենք, որպիսի տեսնենք այս ընդհանուր կրկնակի նախասահմանության սկզբունքը լեպսուս հասկացողության մեջ կնայենք, որը նշանակում է ընտրություն աշխարհը ստեղծվելուց առաջ, մեղքի անկումից առաջ, թե մեղքի անկումից հետո, այս ամենը մենք կնայենք այս ընտրությունը ինչի հետ է կապված, ավելի խորը կտեսնենք սա։ Եվ ոչ միայն այսքան, բայց Ռեբեկան էլ որ մեկից հղացավ մեր հայր Իսահակիցը, քանզի նրանք տակավին չծնված
եւ մի բարի կամ չար բան էլ չգործած, որպիսի ընտրության պես Աստծո նախասահմանությունը հաստատ մնա, ընտրության պես ոչ թե գործերից կամ ոչ թե հատկությունից, մարդու կարողությունից, հավատքից, ոչ թե գործերից, այսինքն մարդը ինչ բաժին ունի, բոլոր այդ գործերի մեջ է ինքը ներգրում։ Այսինքն ոչ թե մարդուց բառացի կարելի է այսպես ասել, այլ կանչողից։ Տեսեք հակաթեզիս կա, գործերից, չի ասում ոչ թե գործերից, այլ հավատքից, ոչ թե գործերից, այլ Աստծուց, կանչողից։ Այսինքն ոչ թե մարդուց, ոչ թե մարդկային բաժնից լինի Աստծո ընտրությունը, այլ Աստծուց, նրա սուվերեն կամքից ասվեցավ նրան, թե մեծը պիտի ծառայե փոքրին, ինչպես գրված է, Հակոբին սիրեցի եւ Եսավին ատեցի։ Ինձ թվում է ես ընդհանուր նաև փորձեցի հենց հատվածը ընթերցելու մեջ մի քանի անգամ հետ ու առաջ գնացի, որpիսի մենք կարողանանք տեսնել, ուրեմն ինչ անում առաքյալը։ Փրկությունը, մեր առաջի բաժինը սա էր, փրկությունը կապված չի ֆիզիկական մարմնից ծնվելու հետ կամ ազգաբանության հետ։ Փրկությունը կապված չի մարդկային սերմից, այսինքն փրկությունը կապված Աստծո սուվերեն ընտրությունից, խոստումից, խոստումի համար կոչվում են խոստումի որդիներ, այսինքն այդ խոստումի որդին նշանակում է Աստծո խոսքով տրված որդիներ։ Սրան սիրեցի, սրան ատեցի, սրան ուզեցի, սրան չուզեցի։ Դա Աստծո խոսքն է, խոստումի, այսինքն Աստծո ընտրությունն է դա ներկայացնում, ոչ թե մարդու ջանքը, ոչ թե կարող։ Դա համար ինքը վերջում նաև մի քիչ հետո, երբ որ կանադառնանք մյուս համարներին 9-րդ գլխի, ինքն ասելու է, թե ինչ արեց Փարավոնին, բոլորն էին մեղավոր, ասում ում որ կողորմեմ, ում որ կգտամ, ես եմ որոշում։ Այսինքն այնպես չի որ նայում ով է քիչ մեղք գործել նրան գտում եմ, ով է շատ է գործել չեմ գտում, չէ, ես եմ որոշում։ Բոլորը նույն չափով մեղք են գործել, դա ելից 32-ն է, որ բոլորը ցուլը սարքեցի եւ ընկան պղծության կռապաշտության մեջ, եւ երբ որ Մովսեսն աղաղակում է, ընդունում ժողովրդին ողորմյա, Աստված ասում է ում որ կողորմեմ, եւ ում որ կգտամ։ Բոլորը պիտի պատժվեին, բայց ասում է ես ոմանց ում որ պետքա կողորմեմ։ Դա նրա սուվերեն կամքի հետ է կապված։ Հիմա դրա համար եկեք ավելի անդրադառնանք, բայց որպեսզի ամբողջացնենք մեր առաջի ձայնագրությունը, եկեք անդրադառնանք Գաղատացիս 3:26-ում, որտեղ կարևոր սկզբուն կա։ Ուրեմն մենք տեսանք, որ խոստման որդիք բառը կապված է արդեն փրկվածների հետ։ Եվ ինքը էս հարցն է լուծում, որովհետև հարց էին տալի, Աստծո խոստումը գետին ընկավ, Իսրայելը փրկված չի, որտեղ մերժեցին Քրիստոսին, եւ առաքյալն ասում է բոլոր Իսրայելը չի, որ պիտի փրկվի։ Բոլոր Իսրայել ասելով չենք հասկանում փրկվածներ։ Այդ սա բացատրեց, այլ փրկվածներ բառը կապված է անձնական ընտրության հետ։ Այո, Իսրայելը ընտրված է կոլեկտիվ, այլ ֆունկցիոնալ դերի համար, բայց կան փրկվածներ, որոնց ընտրությունը անձնական է։ Սա կապված է Աստծո սուվերեն ընտրության հետ, կամքի հետ։ Հիմա տեսեք, եկեք անդրադառնանք Գաղատացիս 3:26-ում եւ ավելի ինքը սա է ցույց տալի նաեւ Գաղատացիս թղթում։ Տեսեք, Գաղատացիս 3, ես կընթերցեմ, եկեք 26-ից, որովհետև ամենքը, բայց եկեք 24-ից նայենք, խնդրեմ ուշադիր եղեք։ Ուրեմն օրենքը մեզ համար դաստիարակ եղավ դեպի Հիսուս Քրիստոսը, որ հավատքից արդարանանք, այսինքն օրենքը մեզ ցույց տվեց, որ մեղավոր ենք, եւ նաեւ մեզ ցույց տվեց, որ կա շնորհք Քրիստոսով, որ պիտի մեր մեղքերը ներվեն։ Եվ օրենքը որպես դայակ մեր ձեռքից բռնեց, այսինքն օրենքը ցույց տալով այս ամենը, մեզ տարավ իրական փրկության միջոցի մոտ Հիսուս Քրիստոսի, որպեսզի հավատքից արդարանանք, Քրիստոսին հավատալով արդարանանք։ Բայց երբ որ հավատքը եկավ, այլևս դաստիարակի տակ չենք, բայց երբ որ արդեն հավատացինք Քրիստոսին, այլ օրենքը այդ ֆունկցիոնալ դերը դադարեց, այսինքն այլ օրենքը մեզ չի տանում, արդեն տարավ եւ տվեց մեզ Քրիստոսին։ Օրենքը այդ ժամանակ մնում է լոկ արժեքային համակարգ մեզ համար, օրենքով ենք մենք ճանաչում ով Աստված եւ ինչն Աստծուն հաճելի, վարվում ենք արդեն Քրիստոսի մեջ այդ օրենքների համաձայն։ Սա չի նշանակում, որ օրենքները կատարում ենք, որ փրկվենք, այլ փրկվել ենք, դրա համար Աստծո օրենքը մեզ համար դառնում է մեր բնական ընթացքը։ Հիմա տեսեք, որովհետև ամենքդ Աստծո որդիք եք Քրիստոս Հիսուսին հավատքով։ Ուշադիր եք, եւ քանի որ ասում այլ հավատքը, այսինքն եկավ եւ էլ դաստիարակի օրենքի կարիքը չկա, որ փրկվենք, փրկվելու միջոց որպես ուշադիր եք, չի ասում արժեքային համակարգ կամ Աստծուն ճանաչելու միջոց, որովհետև ամենքդ Աստծո որդիք եք Հիսուս Քրիստոսին հավատքով, այսինքն 26 համարը ցույց է տալի ովքեր են փրկվածները, որովհետև ամենքդ Աստծո որդիք եք, Աստծո որդիքս արդեն փրկվածներն են։ Քրիստոս Հիսուսի հավատքովը, հետևից նայեք, վասնզի ամենքդ որ Քրիստոսում մկրտվեցաք, Քրիստոսին հակացեք։ Մկրտվելը չի նշանակում ջրային մկրտություն։ Առաքյալի տերմինաբանության մեջ մկրտվել, թաղվել նշանակում է Քրիստոսին միանալ, մասնակիցը Քրիստոսի մեջ լինել, որովհետև ամենքդ
Աստծո որդիք եք Քրիստոս Հիսուսի հավատքովը, այսինքն Հիսուս Քրիստոսին հավատալ նշանակում է Քրիստոսով մկրտվել, Քրիստոսի մեջ լինել, թաղվել Քրիստոսի մեջ։ Վասնզի ամենքդ որ Քրիստոսում մկրտվեցաք, Քրիստոսի մեջ եղաք, Քրիստոսին հագած եք։ Քրիստոսը ամբողջությամբ ձեր վրա է, դուք Քրիստոսի մեջ եք, եւ այլևս ոչ հրեակա, ուշադիր նայեք, եւ այլևս ոչ հրեակա եւ ոչ հույն, ոչ ծառա եւ ոչ ազատ, ոչ արու եւ ոչ էգ, որտեղ դուք ամենքդ մեկ եք Քրիստոս Հիսուսումը։ Արդեն փրկված Աստծո որդիներ եք, ամենքդ Հիսուս Քրիստոսում լինողներ եք։ Ապա եթե դուք Քրիստոսին եք, ուրեմն, այսինքն եթե մենք Քրիստոսի մեջ ենք, ուրեմն Աբրահամի զավակ ենք եւ խոստմունքի համեմատ ժառանգներ։ Տեսակ բառը։ Այսինքն Քրիստոսին հավատացողները, որոնք Քրիստոսին միացան, նրանք են համարվում Աբրահամի զավակ եւ խոստմունքի համեմատ ժառանգներ, խոստմունքի համեմատ ժառանգներ։ Այսինքն ուշադիր նայեք հիմա, որպեսզի ավելի լավ հասկանանք մենք սա։ Աբրահամի ոչ բոլոր սերունդն է Իսրայել կոչվում։ Հիշում եք մեր հատվածում 9-րդ գլխում, երբ որ կարդացինք, հիմա ինքն ասում է, ապա եթե դուք Քրիստոսին եք, այսինքն Քրիստոսին հակել եք, Քրիստոսի մեջ եք, ապա ուրեմն դուք Աբրահամի զավակ եք։ Այսինքն այստեղ խոսքը գնում է արդեն փրկվածների որպես Աբրահամի զավակ եւ ասում է խոստմունքի համեմատ ժառանգներ եք։ Այսինքն խոստմունքի համեմատ, այսինքն ընտրության համեմատ, Աստծո սուվերեն ընտրության համեմատ ժառանգներ եք։ Այսինքն տեսեք, առաքյալը այն բերեց եւ կապեց այն ուխտի հետ, բայց ցույց տվեց, որ այս ուխտը խոստմունքի հետ է կապած, ոչ թե ֆիզիկական ծնված։ Այսինքն այստեղ հեթանոսներն էին, ծառաներ, ազատներ, ասում է կապ չունի, Քրիստոսի մեջ եղողները այդ ուխտի մասնակից են արդեն փրկության առումով եւ Աստծո որդիք են։ Նորից նայեք, տեսեք այդ բառը, որտեվ ամենքդ 26 համարը, որովհետեւ ամենքդ Աստծո որդիք եք Քրիստոս Հիսուսի հավատքով։ Եվ դրա համար արդեն 29-ում ասում, ապա եթե դուք Քրիստոսինն եք, այսինքն նրա հետ միացած եք, ուրեմն Աբրահամի զավակ եք եւ խոստմունքի համեմատ ժառանգներ եք։ Սա կարեւոր է։ Եվ արդեն նաև Հովանու 8-րդ գլխում Հիսուս Քրիստոս անձամբ մի քիչ մենք ավելի խորը կնայենք Հովանու ավետարանի, որտեղ Հովանու ավետարանը առավել բացահայտում է ովքեր են Աստծո որդիները եւ Հիսուս Քրիստոսին հավատացողների հետ է կապված։ Այսինքն այս նշանները գրվեցին, եթե դուք անդրադառնաք արդեն 20-րդ համարին, ցույցատալի Հովանու ավետարանի նպատակ այս ամենը որ գրվեց, որպեսզի այս նշաններին հավատալով հավիտենական կյանք ունենանք եւ այդ նշանները ցույց են տալի, որ Հիսուսը Քրիստոսն է, որին հավատալով մենք հավիտենական կյանք ունենանք, դառնանք Աստծո որդիներ։ Հիմա առաքյալը ցույց տալի, որ հավատալու են նաեւ նրանք, որոնք Աստծո կողմից խոստումի որդիներ են, այսինքն Աստծո խոստումից, Աստծո սուվերեն կամքից ընտրված են, նրանք էլ հենց հավատալու են։ Հիսուս այս մասին առավել է խոսելու Հովանու 8-րդ գլխի, ես ուզում եմ անդրադառնանք որոշ առումով հատվածի 8:39-ի մեջ Քրիստոսը ցույց է տալի, որ Աբրահամի զավակները նրանք են, որոնք Աբրահամի գործերն են անում։ Գործեր բառը բնության հետ է կապված, ելներս։ Այսինքն Աբրահամի նույն Աստծո հետ հարաբերություն ունեն։ Ինչով Աբրահամը արդարացավ, հավատաց Աստծո խոստումին։ Մենք նույնպես հավատում ենք Աստծո խոստումին, Աբրահամին տրված են Քրիստոսին, որտեղ այդ սերունդը Քրիստոսն է։ Հավատում ենք այդ խոստումին, դառնում ենք Աբրահամի սերունդ, ժառանգներ խոստումի առումով։ Հիմա տեսեք 39 համարում ինչ ասում Հիսուսը։ Ես 37-ից կարդամ։ Գիտեմ, որ Աբրահամի զավակ եք, Հիսուսը խոսում է հրեաների հետ։ Գիտեմ, որ Աբրահամի զավակ եք, այսինքն Աբրահամից ծնված եք, բայց Աբրահամի զավակ չեք։ Հիմա նայեք, զանազանելու է։ Աբրահամից ծնվածը չի նշանակում, որ Աբրահամի զավակը փրկության առումով։ Աբրահամից ծնվածը Աբրահամի զավակը որպես սերունդ, բայց ոչ փրկված փրկության առումով։ Գիտեմ, որ Աբրահամի զավակ եք, բայց ուզում եք ինձ սպանել, որտեղ իմ խոսքը տեղ չունի ձեզանում։ Աստծո խոսքը ում մեջ տեղ ունի։ Նրանց, որոնց Աստված տվեց, Հայրը տվեց որդուն։ Նրանց, որոնց Հայրը տվեց ինձ, իմ խոսքը ընդունում են եւ իմ հետևից գալիս են։ Իմ ձայնը լսում են եւ գալիս են։ Գիտեմ, որ Աբրահամի զավակ եք, բայց ուզում եք ինձ սպանել, որտեղ իմ խոսքը տեղ չունի ձեզանում, այսինքն դուք իմ խոսքը չեք ընդունում, չեք հավատում իմ խոսքին։ Թե ով եմ ես։ Ես ինչ որ տեսա իմ հոր մոտ խոսում եմ, եւ դուք ինչ որ ձեր հորից տեսաք անում եք։ Հիմա ասում են ոնց, մեր հայրը Աբրահամն է, ուշադիր նայեք։ Պատասխանեցին եւ ասացին, մեր հայրը Աբրահամն է։ Հիսուսը նրանց ասեց, եթե Աբրահամի որդի լինեիք, ուշադիր նայեք։ Եթե Աբրահամի որդի լինեիք, Աբրահամի գործերը կգործեիք։ Աբրահամի հոգևոր սկզբունքները ձեր կյանքում կարտահայտվել, այսինքն ինձ կընդունեիք։ Որտեղ Աբրահամը հավատաց այն խոստումին, որ հայրը տվեց, եւ արդարացավ։ Դուք չեք հավատում այդ խոստումին։
որ ես եմ այդ խոստումը, եկել եմ, ինձ չեք հավատում, ինձ չեք ընդունում, դրա համար իմ խոսքը ձեր մեջ տեղ չունի, ինչի, որտեվ դուք Աբրահամից ծնված եք, բայց հետո ասել դուք սատանայի որդիներ եք, որտեվ ձեր հայրը սատանան է եւ դուք նրա ուզածն եք ուզում անեք, ուզում եք ինձ սպանեք։ Տեսնում եք, ինչպիսի սկզբունքային կառաջարկում։ Կարելի է լինել Աբրահամից ծնված, բայց սատանայի որդի։ Եվ հիմա ինքը այստեղ ասում է, դուք Աբրահամի որդի եթե լինեիք, այսինքն եթե իրականում Աբրահամի նման փրկված լինեիք, նրա փրկության սերունդը լինեիք, ինձ կընդունեիք։ Տեսեք, պատասխանեցին եւ ասացին, մեր հայր Աբրահամն է։ Հիսուսը նրանց ասեց, եթե Աբրահամի որդի լինեիք, վերևում ասած չէ, գիտեմ որ Աբրահամի որդի եք։ Եթե Աբրահամի որդի լինեիք, Աբրահամի գործերը կգործեիք, բայց հիմա ուզում եք ինձ սպանել մի մարդի, որ ճշմարտությունն է խոսում ձեզ, որ Աստվածանից լսեցի այդ բաները Աբրահամը չարավ։ Տեսնում եք։ Այսինքն դուք եթե Աբրահամի որդի լինեք, խոստման որդի նկատի ունի։ Աբրահամի նման կվարվեք ինձ հետ։ Բայց դուք, քանի որ Աբրահամին հակառակ եք վարվում, ցույց եք տալի, որ դուք Աբրահամի որդի չեք, Աբրահամից ծնված եք, բայց Աբրահամի որդի չեք։ Այսինքն այստեղ Աբրահամի որդի հասկացողությունը Քրիստոս ասոցացնում է իրեն ընդունողներին։ Դեռ մեկտեղի նրանք, որոնք Քրիստոսին հավատացին, Աբրահամի որդիք եք եւ խոստումի ժառանգորդներ։ Այսինքն խոստումի Աստծո սուվերեն կամքի համաձայն ընտրվածներ փրկության համար, որտեղ ընդունեցիք Քրիստոսին։ Այսինքն Քրիստոսին հավատալը ամենակարևոր բնութագիրն է, որ մենք զանազանենք Աբրահամի որդի է, թե Աբրահամի որդի չի։ Եվ Աբրահամի որդի երկու կատեգորիան կա, ինչպես ընդհանուր ազգը մարմնից ծնված, ասոցիացիական ժողովուրդ կոչված, որ այլ ֆունկցիոնալ դեր ունի, եւ արդեն անձնական ընտրություն Աբրահամի որդի, որը կապված է փրկության հետ, անձի փրկության հետ։ Առաքյալը զանազանում այս երկու, որը Հիսուսը արեց այդ ամենասկզբից։ Եվ այսպես, եկեք արդեն անդրադառնանք երկրորդին։ Ես ճիշտ է, հիմա մենք անդրադառնում ենք երկրորդ սկզբունքին, այսինքն փրկությունը կապված է Աստծո սուվերեն կամքի կամ խոստումի հետ, եւ փրկությունը կապված չի ֆիզիկական, ֆիզիոլոգիական սերմի կամ մարմնից ծնվածի հետ։ Հիմա մենք սա տեսանք 6-ից 9 համարներում, առաջինը Աբրահամի, հիմա ինքը անդրադառնում է Իսահակի, նորից եմ ասում, երբ որ առաքյալը շեշտում է Իսահակի անունը, մեզ թվում է թե լավ, Աբրահամը ուներ մի քանի զավակներ, նաեւ ծառաներից ծնված, հասկացանք, որ ծառաներից ծնվածը չի, այլ Իսահակով քեզ խոստումը կլինի, Իսահակն է խոստումի որդի, ուրեմն հիմա, ահա, գտանք արդեն այն ճյուղը, որից գոնե Իսահակից ծնվածներն է կոչում փրկվածներ։ Հիմա առաքյալը սա էլ է մերժում, ցույց է տալի, որ Իսահակի անունը տալով ի նկատի ունեմ խոստումի որդի, եւ խոստումի որդին իրականում այն Քրիստոսի անձն է, որով այդ քո սերունդով այն Քրիստոսն է, բայց Իսահակը խոստումի որդի, այսինքն խոստումով եկած որդի է։ Իսահակը Աբրահամի մարմնից ստացված որդին չի, այլ Աստծո խոստումից գերբնական կերպով տրված որդին է։ Գալու եք ինչի մասն է խոսքը։ Այսինքն Իսահակը այո Սարայից է ծնվել, բայց Սարայից, որի արգանդը փակ էր։ Տեսնում եք։ Այսինքն գերբնական կերպով դա նշանակում է Աստծո սուվերեն կամքով ծնվածն է։ Իսկ Հագարը բնական ճանապարհով ծնվածն է, Հագարից ծնված Իսմայելը կամ Քետուրան։ Այսինքն հիմա այստեղ ինքը բերում է խոստումի վրա, ավելի նեղացնում է ուղղակի Իսահակ, բայց հիմա բացատրել է, որ Իսահակի հասկացությունը, որը արդեն 10-ից 13 համարների մեջ է, նորից եկեք ընթերցենք այդ հատվածը, որը կապված է Աստծո սուվերեն կամքի կամ ընտրության հետ։ Այսինքն փրկությունը որոշվում է ոչ թե ծնունդով, ազգային, այլ Աստծո անկախ ընտրությունով 10-ից 13 համարներ։ Եկեք նայենք նորից հիմա։ Քանզի եւ որովհետեւ իմն եմ կարդում նաեւ, որովհետեւ խոստումի խոսքը սա է, թե այս ժամանակումը կգամ եւ Սարայի որդի կլինի։ Հիմա ինքը բացատրում է սա ինչ է նշանակում։ Եվ ոչ միայն այսքան, ավելի կրկնակի է բացատրելու, եւ ոչ միայն այսքան, բայց Ռեբեկան էլ, որ մեկից հղիացավ մեր հայր Իսահակիցը, քանզի նրանք տակավին չծնված եւ մի բարի կամ չար բան էլ չգործած, որպեսզի ընտրության պես Աստծո նախասահմանությունը հաստատ մնա, ոչ թե գործերից, այլ կանչողիցը, ասվեցավ նրան, թե մեծը պիտի ծառայե փոքրին, ինչպես գրված է, Հակոբին սիրեցի եւ Եսավին ատեցի, թե մեծը պիտի ծառայե փոքրին, որպեսզի Աստծո նախասահմանությունը փրկության առումով կապված լինի ընտրության հետ, այսինքն ընտրությունը հաստատի այդ նախասահմանությունը, ասվեց մեծը պիտի ծառայի փոքրին։ Բնականորեն պիտի փոքրը ծառայեր մեծին։ Բայց Աստված ասում է, որպեսզի ընտրությունով իմ ընտրությունով լինի, ուրեմն ասում են, որ մեծը կծառայի փոքրին։ Այդպես կլինի։ Գալու եք։ Այսինքն եւ հիմա բացատրում է այս սկզբունքը, այս ճյուղը, որպեսզի առավել մեզ համար հասկանալի դառնա։ Տեսեք,
Ընդհանուր առմամբ 10-11-րդ գլուխներում առաքյալը նաև խոսելու է ընդհանուր Իսրայելի կարգավիճակի մասին, բայց հիմա ինքը պատասխանում է 6-րդ համարի հարցին, բայց ոչ իբր թե Աստծո խոսքը գետին անկել, այսինքն փրկվածների առումով փրկվածները շարունակում են իսրայելացիներ կոչվել եւ այն փրկությունը Աստծո սուվերեն ընտրության հետ է կապված, բայց ինչ վերաբերվում է Իսրայելին որպես ազգ, այն կա, այն շարունակում է իր ֆունկցիոնալ դերը կատարել, այդ ֆունկցիոնալ դերի մեջ նաև մտնում է համընդհանուր Քրիստոսի մերժելը, այդ ֆունկցիոնալ դերի մեջ է մտնում, որով պետք է նախանձի գրգռի հեթանոսներին, այսինքն հետագայում նաև հեթանոսների միջոցով նախանձի գրգռի այդ սերունդին, այսինքն բոլորը Աստծո ծրագրի, այսինքն ասես թե առաքյալը որոշ առումով բացում է Աստծո փրկության ծրագիրը եւ ցույց է տալի Իսրայելի դերը որպես ընդհանուր ժողովուրդ, ընտրության ընդհանուր կոլեկտիվ ընտրության, նրա դերը ֆունկցիոնալ եւ հետագայում նաև անդրադառնում է, որ կա նաև իրական իսրայելացին, որը կապված է փրկվածի հետ, Աստծո որդի լինելու, այն կապված է Աստծո սուվերեն ընտրության, Աստծո կամքի, Աստծո հաճության հետ է կապված։ Աստված հաճեցավ մեզ իր խոսքով ծնել, դա կապված է սուվերեն ընտրության եւ անձնական ընտրություն։ Մի խոսքով այսպես հասկանանք, կա կոլեկտիվ ընտրություն, որը կապված է Իսրայելի որպես սեփական ժողովուրդ, եւ կա անձնական ընտրություն, որը կապված է Աստծո որդի լինելու հետ։ Առաքյալը սա զանազանում է։ Ուրեմն սա կարևոր է, որ մենք հասկանանք։ Դրա համար, տեսեք, ինքն անդրադառնում ասում Հակոբին սիրեցի, Եսավին ատեցի 13-ում, ինչի ցույց տա Աստծո սուվերեն ընտրությունը։ Այսինքն այստեղ խոստումի որդի հասկացողության մեջ առաքյալը առաջ է քաշում Աստծո սուվերեն անկախ ընտրությունը։ Փրկությունը կապված այդ անկախ ընտրության հետ եւ կապված չի մարդու որևէ մի հատկության հետ։ Հիմա կարևոր մի սկզբունք նայենք, տեսեք։ Այս սկզբունքի մասին ոչ միայն խոսում է Պողոս առաքյալը, ժամանակը բավարար անցավ, բայց մենք հիմա կանադառնանք նաև այս սկզբունքի մասին առաջինը խոսում է Քրիստոսը։ Եվ եթե դուք ավետարանները ուշադիր նայեք, ինչպես այսի Հովանու ավետարանում, անմիջապես կտեսնեք սա նաև Քրիստոսի կողմից առաջ քաշվող որպես տես։ Այսինքն Քրիստոսը խոսում է, օրինակ մենք կանադառնանք 6-րդ գլխին, որտեղ շատերը տեսան Քրիստոսի կատարած հրաշքը, երբ որ բացը բազմացրեց եւ ժողովրդին 5000 հոգու կերակրեց, 5000-ից ավել են եւ պետք է նայեք, որտեղ կան երեխաներ, կային կանայք, ամեն դեպքում կերակրեց այս ամբողջին, այս ժողովրդի եւ տեսնում ենք, որ շատերը սկսեցին Քրիստոսին հետևել։ Եվ Քրիստոսի հետևողների հետևողների մեջ կար մի քանի կատեգորիա։ Ոմանք Քրիստոսին հետևում էին, որտեղ այդ հացերից կերան, ձրի հացա, այսինքն հացի կարիք չեն ունա, Քրիստոսին հետևեն, հացը իրանց պատրաստա միշտ։ Հետևում էին այդ հադամար Հիսուսն ասեց, հացերը կերակ դամար եք եկել, նորից եք ուզում այդ հացերից։ Ոմանք հետևում էին, որովհետև տեսան Քրիստոսի կատարած հրաշքները, իրանց հետաքրքրությունը բավարարեց, ցանկանում են նորից հրաշք տեսնել, Հիսուս այդ մասին նույնպես խոսում, ասում է հրաշք եք ուզում տեսնեք նորից եւ ասում են Մովսեսը նշան արեց, դու ինչ ես անում, այսինքն հացի նշանը տեսել էին, ասում բա դու ինչ ես անում, նորից ուզում էին տեսնեին, ոմանք էլ որտեվ Աստծո խոսքը նրանց մեջ տեղ ունի, հետևում էին Քրիստոսին, նման Հիսուսը նույնիսկ այս մարդկանց, այս կատեգորիայի աշակերտների, ասեց ուզում եք դուք էլ գնացեք, որտեվ այդ ամեն ինչից հետո երբ որ Քրիստոսը խոսեց, շատերը թողեցին Քրիստոսին, ել Քրիստոսին չհետևեցին։ Եվ Հիսուս Քրիստոսը այդ հատվածը, որ ես ուզում եմ ընթերցեմ, տեսեք, այդ հատվածում Հիսուսը ուղղակի խոսելու է, թե որն է պատճառը, որ Քրիստոսին թողում են, ել չեն հետևում նրան։ Եվ այս պատճառի մեջ մենք տեսնելու ենք Աստծո սուվերեն ընտրության հասկացողությունը։ Սա ամենակարևորն է, որ ուզում եմ տեսնենք։ Եկեք անդրադառնանք Հովանու ավետարանին։ Բայց մինչ կանադառնանք Հովանու ավետարանին, ես ուղղակի ցույց տամ, որպեսզի դուք տեսնեք, որ առաքյալը ինքը զանազանում է խոստումի որդի եւ կապում է իր սուվերեն ընտրության հետ եւ խոսում է իսրայելացիներ Աբրահամի սերունդից ծնված, որ կապված է Իսրայել ժողովրդի հետ, այսինքն համընդհանուր ընտրության առումով որպես ժողովուրդ։ Հիմա տեսեք 11-րդ գլխում ինքը սա է ասում, տեսեք, ես կընթերցեմ եկեք առաջի համարից 11-ի, որպեսզի հասկանանք նույն հարցն էին տալի։ Արդ ասում է՝ միթե Աստված դեն գցեց իր ժողովուրդը։ Հիմա այստեղ խոսքը գնում է ժողովրդի մասին։ Այսինքն ընդհանուր իսրայելացի ժողովուրդ, այս ժողովուրդ բարետակի նկատի ունի բոլորը փրկված։ Արդ ասում է՝ միթե Աստված դեն գցեց իր ժողովուրդը Քավլիցի, որտեվ ես էլ իսրայելացի եմ, Աբրահամի սերունդից, Բենյամինի ցեղից։ Այսինքն ես էլ եմ իսրայելացի, բայց տեսեք, բոլոր ժողովուրդը մերժել է Քրիստոսին, ինքն ասում է ես էլ եմ իսրայելացի, Քրիստոսին ընդունել եմ։ Ինքը արդեն ցույց է տալի, որ բոլորը չէին Քրիստոսին ընդունելու։ Արդ ասում է՝ միթե Աստված դեն գցեց իր ժողովուրդը, ոչ, դեն չի գցել։ Այդ ժողովուրդը կա, ծովի ավազի չափ, բայց այդ ծովի ավազի չափ ժողովրդի մեջ կա մի շնորհքի ընտրության պես մնացորդ։ Բառը լսեք, ընտրության պես մնացորդ։ Նայեք,
Արդ ասում եմ, միթե Աստված դեն գցեց իր ժողովուրդը, քավ լիցի, որտեվ ես էլ իսրայելացի եմ, որ ընտրության խոստումի որդի է Պողոսը։ Ես էլ իսրայելացի եմ, Աբրահամի սերունդից, ես էլ եմ Աբրահամից ծնված։ Շատերը Աբրահամից ծնված մերժեցին, բայց տեսեք ես ընդունել եմ։ Ինչի՞։ Բենյամինի ցեղից Աստված դեն չգցեց իր ժողովուրդը, որին առաջուց ճանաչեց, առաջուց ընտրեց բառը, ճանաչել ընտրել է նշանակում, որին առաջուց ընտրեց, կամ թե չգիտեք թե գիրքն ինչ է ասում Եսայի համար գրվածքումը, ինչպես է նա Իսրայելի դեմ գանգատում եւ ասո առաջին, ինչ էր ասում, Տեր Իսրայելը մոլորվել է, բոլոր Իսրայելը քեզից հեռացել է, ուշադիր նայեք, Տեր քո մարգարեներին կոտորեցին եւ քո սեղանները կործանեցին, ով իսրայելացի ժողովուրդը Եվ միայն ես մնացի եւ իմ անձը որոնում են որ սպանեն, բայց Աստվածային падգամն ինչ է ասում նրան 7000 մարդ թողեցի ինձ համար, որ բաղին ծունր չդնեն։ Ես այդ բոլոր ժողովրդի մեջ 7000 մարդ ունեմ, իմ սուվերեն ընտրությունով, որոնց պահել եմ, որոնք բաղամին չեն պաշտել։ Հիմա ուշադիր նայեք, հենց այսպես էլ առաքյալն ասում, հենց այսպես էլ այս ժամանակում հիմա իր այդ կտակարանային այդ նոր շրջանում, այդ նոր կտակարանային շրջանում առաքյալը որ խոսում է, հիմա էլ, քանի որ բոլոր Իսրայելը մերժել, ասում է հիմա էլ այս շրջանում, ինչպես ասում անցյալ ժամանակ, երբ որ Աստված, երբ որ մարգարեն բողոքում էր, ասում էր Տեր, բոլորը խոտորեցին, մենակ ես եմ մնացել, Աստված ասաց մենակ դու չես մնացել, ես 7000 հոգու պահել եմ, իմ ժողովուրդ որպես պահել եմ, դու դրանց մասին չգիտես։ Հիմա էլ ասում է, հենց այսպես էլ այս ժամանակում, ուշադիր նայեք բառը շնորհքի ընտրության պես մի մնացորդ կա, մի մնացորդ եղավ։ Բայց եթե շնորհքով էլ գործերից չի, ապա թե ոչ շնորհքը շնորհք չի լինի, բայց եթե գործերից էլ շնորհքը չէ, ապա ոչ գործն էլ գործ չէ։ Հետագա մենք այս ամեն ինչին անդրադառնալու ենք, բացատրել ենք, բայց հիմա, ասում եմ, հիմա էլ հենց այս ժամանակում ոչ բոլոր Իսրայելն է Իսրայել, բայց իրական Իսրայելը, որ փրկության առումով, փրկվածների առումով մի շնորհքի ընտրության պես մնացորդ կա։ Միշտ հիշում եք ինչ ասում Աստված, եթե Իսրայելը ծովի ավազի չափ է լինի, մի շնորհքի մնացորդ է փրկվելու։ Այսինքն փրկությունը կապված չի Աբրահամից եւ Իսահակից մարմնից ծնվածներին, այլ խոստումից, իսկ խոստումը հավասար է Աստծո սուվերեն կամք, Աստծո սուվերեն ընտրություն։ Խոստում բարիտակ առաքյալը սա ի նկատի ունի։ Խոստում նշանակում է Աստված իր կամքից, իր հաճությունից խոստացավ։ Այդպիսի խոստումի որդին է, դամանիք չի ասում խոստումի որդի, այլ խոստումի որդիկ, հոգնակի է ասում, որոնք փրկվածներն են։ Արդ ասում են նրանք Աստծո որդիկ են։ Այս սա ամենակարևորն է, որ հիմա եկեք անդրադառնանք Հովանու ավետարանին։ Եկեք ուշադիր նայենք, թե ինչպես է Քրիստոսը պատասխանում նրանց, որոնք Քրիստոսին թողում եւ հեռանում են։ Հետևում են Քրիստոսին, այլ նպատակից, հացերը կերան կշտացան, կարիք չկա աշխատենք, ձերի հաց կա, միշտ հետևենք այդ հացը կուտենք, մյուս կատեգորիան հրաշքներ տեսան, իրանց հետաքրքրությունը բավարարեցին ու ավելի ուզում են հրաշքներ տեսնեն, ցանկանում են հրաշքներ տեսնել։ Այսպիսի կատեգորիա էլ կա հավատացյալների մեջ, մենք հավատացյալ բառը օգտագործում եմ համընդհանուր, այս ի նկատի չունեն փրկվածներ։ Եվ կա ոմանք, որ նրա խոսքը լսում եւ ուսուցանում են եւ այդ խոսքը նրանց համար կյանքի հաց է։ Ուզում են այդ խոսքը, որտեղ նրանք փրկված են, այսինքն Աստծո խոսքը նրանց մեջ տեղ ունի, ինչպես Հիսուսը ասաց, իմ խոսքը ձեր մեջ տեղ չունի հրեաներին, չեք ընդունում իմ խոսքը, որտեղ դուք Աստծուց չեք։ Հիմա մենք սա ենք նայելու, ինչ ասում հիմա այս պարագայում Քրիստոսը, ինչպես է պատասխանում նրանց, որոնք թողնում եւ հեռանում են Քրիստոսից։ Հիմա տեսեք, սրա մենք պետք է հասկանանք, որ Քրիստոս երբ որ սկսում է խոսալ այն մասին, որ ինքը հանդիսանում է իրական հաց, այս կատեգորիայի մարդիկ հեռանում են 24 համարից։ Արդ երբ որ ժողովուրդը տեսավ, որ Հիսուսն այնտեղ չէ, եւ ոչ էլ նրա աշակերտները, իրենք էլ նավերը մտան եւ եկան կափառային Հիսուսին որոնելու։ Եվ նորից եմ ասում, տարբեր նպատակներով, տարբեր մղումներով։ Եվ երբ որ նրան գտան, ասին Հիսուսը պատասխանեց նրանց, ճշմարիտ ասում եմ ձեզ, դուք ինձ որոնում եք ոչ թե նրա համար, որ նշան տեսաք, այսինքն ոչ թե որ հավատացիք այդ նշանով, որ ես Քրիստոսն եմ, փրկության միակ միջոցը, բայց որ հացերից կերաք եւ կշտացաք։ Դուք ինձ հետևում եք ձեր ստամոքսի համար, ոչ թե ձեր հոգու համար, փրկության համար, այլ ձեր ստամոքսի համար եք ինձ հետևում։ Եվ թողում գրում են գործեք ոչ թե կորչելու կերակուրի համար, այլ այն կերակուրի, որ մնացող է հավիտենական կյանքի մեջ, որ մարդի որդին կտած ես, որտեղ Աստված հայրը կնքեց ան, եւ հետագայում ինքն ասելու է, որ ես եմ այդ կյանքի հացը։
Եթե մեկը իմ մարմինը չուտի, իմ արյունը չխմի, նայեք, սա խորհրդանիշ չի հաղորդության սերներ, շատերը մեկնաբանում են, սա խորհրդանիշ է նորից Քրիստոսի հետ մեկ լինելու կամ Քրիստոսին հավատալու։ Սա հրեական մենտալիտետն է, ինչպես են նրանք ընդունում ուսուցչին։ Ուսուցչին ընդունել նշանակում է ուսուցչի հետ մեկ լինել, թխվել ուսուցչի հետ, ուսուցչի կյանքի սկզբունքները, վարքը, բոլորը գա քո կյանք, հագնել ուսուցչին, լինել ուսուցչի մեջ։ Սա օգտագործում է։ Եթե մենք հրեական մենտալիտետին անծանոթ ենք, մենք սկսենք տարբեր նշանակություններ տալ։ Երբ որ Հիսուսը այստեղ խոսում է, եթե իմ մարմինը չուտեք եւ իմ արյունը չխմեք, ինձ հետ կապ չունեք, ի նկատի ունի, եթե ինձ չեք հավատում այդ դեպքում։ Ինձ հավատողը սա նշանակում է իմ մարմինը ուտողն է եւ իմ արյունը խմողը, այսինքն իմ զոհաբերությանը հավատացողը։ Այս զոհաբերությունը, որ ես պիտի անեմ մեղքերի քավության համար, դրան հավատացողն է, որ իմ արյունը խմում է եւ իմ մարմինը ուտում է։ Այսինքն մեկանում այդ զոհի հետ։ Տեսնում եք, որտեվ ես նրա համար եմ զոհաբերում ինձ, նրա մեղքերի համար, նա էլ պիտի ինձ հետ մեկանա իմ արդարությունը նրա վրա գալու առումով։ Հիմա եկեք ավելի խորհրդանայենք սա։ Եվ երբ որ Հիսուսը այս հատվածից հետո ասում է գնացեք գործեցեք կյանքի հացի համար, նրանք ասում են դու ինչ հացի մասին ես խոսում։ Մովսեսը անապատում մեր հայրերին հաց տվեց, կերան։ Հիսուսը ասում է Մովսեսի տված հացը կյանքի հացը չի, այդ հացը կերան ձեր պապաները ու մեռան։ Այսինքն նրանք հավիտենական կյանքի հետ կապ չունեն այդ կերած հացը, այդ մաման մանոնան։ Հիմա տեսեք ինքը ինչ է ասում։ Սրանից հետո ասում է Հիսուսը պատասխանեց նրանց ասեց. այս Աստծո գործը սա է, որ հավատաք նրան, որին նա ուղարկեց։ Ասում է գնացեք Աստծո գործը գործեք, ասում է ո՞րն է Աստծո գործը։ Ասում է սա է Աստծո գործը, որ հավատաք նրան, որին ուղարկեց։ Այսինքն գործ բառը նորից եկեք հիշեք, բնությունն է։ Գործ բառը նշանակում է ասոցացվել Աբրահամի հետ, որտեղ խոսում է Մովսեսի մասին, այսինքն հաց տվեց, ինքն ասում է այն գործը, որ պիտի գործեք, դա ինձ հավատալն է, ուրիշ գործի կարիք չկա, պետք չի օրենքի գործերն անեք, որ արդարանաք։ Ինձ հավատացեք, օրենքի գործերը ձեր կյանքում կդառնան առօրյա, կդառնան հիմք, կդառնան ձեր բնութագրի կամ ձեր բնության հետևանք։ Դրանց մեջ կվարվեք, եթե ինձ հավատաք։ Բայց եթե ինձ թողում եք, ուզում եք օրենքի գործերով արդարանաք, կմնաք դատապարտության տակ, որտեղ դուք օրենքի գործերը կատարելապես չեք կարող անեք։ Հիմա տեսեք, ապա դու ինչ նշան ես անում, որ տեսնենք եւ հավատանք, ինչ ես գործում։ Մեր հայրեր անապատում մանանան կերան, ինչպես գրված է, թե երկնքից հաց տվավ նրանց ուտելու։ Հիսուսը նրանց 32 համարը ճշմարիտ ասում եմ ձեզ, ոչ թե Մովսեսը տվավ ձեզ այն հացը երկնքից, այլ իմ հայրն է տալիս ձեզ երկնքից ճշմարիտ հացը, ասում եմ ես եմ այդ հացը, որ հայրը ուղարկեց, ուշադիր նայեք։ Նրանք էլ ասեցին. Տեր, ամեն ժամանակ տուր մեզ այդ հացը։ Հիսուսը նրանց ասեց. ես եմ կյանքի հացը։ Ինձ մոտ եկողը չի սովի եւ ինձ հավատացողը, բառը ուշադիր նայեք, բանալի բառ է այստեղ, եւ ինձ հավատացողը երբեք չի ծարավի։ Բայց ես ասեցի ձեզ, թե տեսաք էլ ինձ եւ չեք հավատում։ Ահա, տեսաք եւ չեք հավատում։ Այն ամենը, ուշադիր նայեք, որ հայրը ինձ է տալիս, ինձ մոտ կգա եւ ինձ մոտ եկողին ես դուրս չեմ հանի, որտեւ ես իջա երկնքից, որ ոչ թե իմ կամքը անեմ, այլ ինձ ուղարկող կամքը։ Սա է ինձ ուղարկող հոր կամքը, որ այն ամենը, որ նա ինձ տվավ, նրանցից չկորցնեմ, այլ հետին օրումը հարուցանեմ նրան։ Նորից նայեք, ուշադիր նայեք 35 համարից եմ կարդում։ Հիսուսը նրանց ասեց. ես եմ կյանքի հացը, ինձ մոտ եկողը չի սովի եւ ինձ հավատացողը երբեք չի ծարավի։ Ինչ է նշանակում ինձ մոտ եկողը։ Իր մոտ էին կանգնած։ Ինձ մոտ եկող նշանակում է ինձ ընդունողը։ Դա համար հետևից ասում է ինձ հավատացողը չի կորչի։ Այսինքն ինձ ընդունողը չի կորչի։ Հետևից, բայց ես ասեցի ձեզ, թե տեսաք էլ ինձ եւ չեք հավատում։ Ինչի չէին հավատում, որտեղ հետևից բացատրում է այն ամենը, որ հայրը ինձ է տալիս, ինձ մոտ կգա։ Եվ ինձ մոտ եկողը չի սովածանում, ինձ մոտ եկողը հավատում է ինձ։ Այն ամենը, որ հայրը տալիս է, տեսեք, 37, որ այն ամենը, որ հայրն ինձ է տալիս, ինձ մոտ կգա, եւ ինձ մոտ եկողին ես դուրս չեմ հանի։ Բայց հիմա եկեք անդրադառնանք համարի, որտեղ տեսնում եք շատերը հեռանում են Հիսուսից եւ Հիսուսը ինչպես է պատասխանում այդ հեռացողների մասին։ 37-ում Հիսուս ակնարկ անում, որ որ հայրը ինձ է տալի, ինձ մոտ կգա եւ ինձ կհավատա, անմիջապես հետևից ասում է ես այն հացն եմ, որ պետքա ինձ ուտեք կամ իմ մարմինը ուտեք կամ արյունը խմեք։ Տեսեք, ես ընթերցեմ
30 Սա է ինձ ուղարկող հոր կամքը, որ այն ամենը, որ նա ինձ տվավ, նրանից չկորցնեմ, այլ հետին օրումը հարուցամ նրան։ Եվ սա ինձ ուղարկողի կամքը, որ ամեն ով որ տեսնե որդուն եւ հավատա նրան, հավիտենական կյանք ունենա։ Եվ ես հետին օրում կհարուցանեմ նրան։ Հрьяաներն տրտնջում էին նրանից, որ ասեցին, թե որ ասեց ես եմ երկնքից իջած հացը։ Եվ ասում էին, չէ՞ որ սա Հիսուսն է Հովսեփի որդին, որի հորը եւ մորը ճանաչում եք։ Ապա սա ինչպես է ասում, ես երկնքից եմ իջել։ Ուշադիր նայեք։ Հիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նրանց. մի տրտնջա իրար հետ, ոչ ոք կարող չէ ինձ մոտ գալ, եթե հայրը, որ ինձ ուղարկեց, չքաշե նրան, եւ ես հետին օրում կհարուցանեմ նրան։ Գրված է մարգարեների մեջ, թե եւ ամենքը Աստվածանից սովորած կլինեն, արդ ամեն ով որ հորից է լսում է եւ սովորում է, գալիս է ինձ մոտ։ 44 համարը Ոչ ոք կարող չէ ինձ մոտ գալ, եթե հայրը, որ ինձ ուղարկեց, չքաշե նրան, եւ ես յետին օրում կհարուցանեմ նրան։ Ինչպես է Հիսուս Քրիստոսը պատասխանում իրանից հեռացողներին։ Ես ուզում եմ ձեզ ցույց տալ, որ իրանից հեռանում են, տեսեք 63-62-ում, բայց երբ որ Հիսուսը գիտած իր անձում, թե իր աշակերտները տրտնջում էին դրա համար, նրանց ասեց. դա գայթակղեցնում է ձեզ, գիտեք ինչից գայթակղեց, եւ որ ասեց իմ մարմինը պիտի ուտեք եւ իմ արյունը պիտի խմեք։ Ապա ինչ եք մտածելու, եթե մարդու որդին տեսնեք վեր գնալիս, ուր որ առաջ էր։ Այսինքն տեսնելու եք ես ով եմ, իմ փառքը տեսնելու եք։ Հոգին է կենթանացնողը, մարմինը ոչինչ օգուտ չի տալիս։ Այն բանը, որ ես ձեզ հետ խոսեցի, հոգի եւ կյանք։ Հիմա ուշադիր եք։ Բայց ձեզանից կան ոմանք, որ չեն հավատում, որտեղ Հիսուսը սկզբից գիտեր, թե ով են չհավատացողները եւ ով է նա, որ պիտի մատնեն նրան։ Եվ ասեց. նրա համար ասեցի ձեզ, թե ոչ ոք կարող չէ ինձ մոտ գալ, եթե իմ հորից տրված չլինի նրան։ Սրանից հետո նրա աշակերտներից շատերը ետ գնացին եւ այլևս ման չէին գալիս նրա հետ։ Հիսուսն էլ ասեց այն 12-ին. միթե դուք եք ուզում գնաք։ Ետ բոլորը թողեցին Հիսուսին գնացին։ Եվ Հիսուսն ինչ եկավ ասեց իր աշակերտ դուք եք ուզում գնալ, բայց նրանք ասեցին ոչ։ Տեսեք կա երկու կատեգորիա՝ հեռացողներ, որոնց մեջ տեղ չունի Քրիստոսի խոսքը։ Երբ որ Քրիստոսը խոսած ճշմարտություն, որ ես եմ հացը։ Չէ, ֆիզիկական հացի համար գալիս են հետևից։ Բայց երբ որ Հիսուսը ասեց հացը ես եմ, ինձ պիտի ուտեք, ինձ պիտի հավատաք, թողեցին հետ գնացին։ Հիմա աշակերտներն ասում եք դուք եք գնացեք, նրանք ասում են չեն գնա մենք, որտեղ դու հավիտենական կյանքի խոսքեր ես։ Այսինքն կա կատեգորիա, որոնց հայրը տվել է Քրիստոսին, եւ կա կատեգորիա, որը հայրը չի տվել Քրիստոսին, բայց հետևում են Քրիստոսին։ Նրանք թողնում եւ հետ են գնում։ Ինչպես է բացատրում Քրիստոսը, ինչ բառերով է բացատրում Քրիստոսը հрьяաների հետ գնալը կամ հрьяաների հետ գնալու երևույթը։ Ինչի՞, որն էր պատճառը, որ հрьяաները թողեցին եւ հետ գնացին, Քրիստոսին չհավատացին։ Որն էր պատճառը։ Լսենք պատճառը Քրիստոսի վերանից։ Տեսեք 65-66-ում նայեք, ինչպես է պատասխանում այդ երևույթին Քրիստոսը։ Բայց ձեզանից կան ոմանք, որ չեն հավատում, որովհետև Հիսուսը սկզբից գիտեր, թե ով են չհավատացողները եւ ով է նա, որ պիտի մատնեն նրան, եւ ասեց. նրա համար ասեցի ձեզ, թե ոչ ոք կարող չէ ինձ մոտ գալ, եթե իմ հորից տրված չլինի նրան։ Այսինքն նրա համար, այսինքն երբ որ թողեցին գնացին, ասում սրա համար ես ասեցի ձեզ, ոչ ոք չի կարող գա իմ հետևից, եթե հորից նրան տրված չլինի։ Շատերը այսպես են մեկնաբանում, որ կարծես թե եւ սխալ մեկնաբանություն են սրա հետ կապված։ Ասում են դե Աստծուց բոլորին է տրված, ոմանք հավատում են, ոմանք չեն հավատում։ Քրիստոսը չի ասում ինչի չեն գալիս կամ ինչի չեն գալիս, որ այսինքն տրվածը հորից, բայց չեն գալիս։ Քրիստոսն ասում է ինչի հեռացան։ Այդ ձեզ խափողները ասում են դրա համար չեն գալիս, բոլորին տրված է, բայց ով որ գալիս է, ով որ չի գալի։ Ոչ, Հիսուսը դրա համար չի խոսում այս խոսքերը։ Հիսուսը ցույց է տալի թե ինչի հեռացան, որոնք եկել էին եւ ինչի հեռացան։ Հեռացան, որովհետեւ հորից տրված չէր։ Այսինքն ոչ թե բոլորին տրված է, ոմանք գալիս են այդ տրվածների որոշ բաժին գալիս է, որոշ բաժին ոչ։ Ոչ, Հիսուսը այստեղ ասում է ինչի հեռացան, որտեղ հորից տրված չէր, դրա համար հեռացան։ Այդ ձեզ խափողները այս հատվածը ճիշտ չեն մեկնաբանում։ Ուշադիր եղեք սրա հետ։ Նորից ձեզ կմեկնաբանեն այս հատվածը կասեն դե հորից բոլորին է տրված, երբ որ այսօր ասում են հորից տրված չէ, նրանք ասում են դե հորից բոլորին տրված է, այդ տրվածների մի մաս գալիս է, մի մաս չի գալի, իրենց ազատ կամքով։ Հիսուսը դա չի ասում։ Հիսուսն ասում է թե ինչի հեռացան,
Պատճառը ինչի գնացին, ինչի չմնացին, ո՞րն է պատճառը, որտեղ հորից տրված չի։ Ոչ թե տրված է, բայց հեռացան, այդ տրված չի, դրա համար հեռացան։ Այս սա Աստծո սուվերեն կամքն է, խոստումի որդի հասկացողությունը կապված է Աստծո անկախ ընտրության հետ, սիրելիներս։ Սա կարևոր է, որպեսզի առավել համոզվեք, Քրիստոսը մեջ բերում է իր ասածը 37 համարում. այն ամենը, որ Հայրը ինձ է տալիս, ինձ մոտ կգա, եւ ինձ մոտ եկողին ես դուրս չեմ հանի, որտեվ ես իջա երկինքից, որ ոչ թե իմ կամքն անեմ, այլ ինձ ուղարկող Հոր կամքը։ Այսինքն, ամեն դեպքում այն ամենը, որ Հայրը ինձ է տալիս, ինձ մոտ կգա։ Իսկ նրանք, որ ինձ մոտ չեն գալի եւ գնում են, ովքեր են, ում որ Հայրը ինձ չի տվել։ Դրա համար ինքը հետևից ասում է, դրա համար 44 համարում էլ ասում է, ոչ ոք կարող չէ ինձ մոտ գալ, եթե Հայրը ինձ որ ուղարկեց չքաշե նրան, եւ ես հետին օրում կառուցարեմ նրան։ Հիմա արդեն 66-ում ինքս այս բառերն ա մեջ բերում։ Դրա համար ասեցի ձեզ, որ եթե Հայրը չքաշե, որևէ մեկը չի գա։ Արդ, ինչի գնացին Հիսուս, որտեվ Հայրը նրանց չի քաշել, որտեվ հորից նրանց տրված չի, եթե տրված լիներ կմնային։ Տերը ձեզ օրհնի, արդեն բավականին ժամանակ անցավ, մենք կշարունակենք ավելի խորը տեսնենք Իսահակի սերունդ հասկացողությունը կապված է խոստումի հետ, իսկ խոստում հասկացողությունը առաքյալն ամբողջացնում է իր սուվերեն կամքի ընտրությունով, մենք կհասկանանք, թե ինչ է նշանակում արդյոք Աստծո խոսքը գետին ընկավ, ոչ։ Իսրայելը իրավունքցիոնալ դերով որպես ժողովուրդ, բայց փրկությունը կապված է Աստծո սուվերեն կամքի հետ, որը Աբրահամի որդիներ եւ խոստումքի որդիք են կոչվում։ Այսինքն, այս պարագայում առաքյալը պատասխանում է այդ հարցին, որ սիրելիներս, դուք որ մտածում եք ամբողջ Իսրայելը պիտի փրկվի, պիտի Քրիստոսին ընդունի, սխալ եք մտածում, որտեղ բոլոր Իսրայելը չի Իսրայել։ Այսինքն բոլոր Իսրայելը չի փրկվողները, նրանք ուրիշ ֆունկցիոնալ դեր ունեն, իսկ փրկվողները խոստումքի որդիք են համարվում, որը կապված է Աստծո անկախ ընտրության հետ, որպեսզի Աստծո նախասահմանությունը ընտրությունով հաստատ մնա, ասեց փոքրին սիրեցի, մեծին ատեցի, որ մեր խոստումի խոսքը այս ժամանակ կգամ եւ Սառային որդի կլինի։ Տերը ձեզ օրհնի իր փառքի համար, մենք շարունակենք նաև մյուս այլ բաժին կարևոր սկզբունքներ եւ կարևոր մի քանի հարցերի կպատասխանենք, որը ավելի կամբողջացնի, թե ինչ է նշանակում Աբրահամի զավակ հասկացությունը փրկության առումով։ Տերը ձեզ օրհնի իր փառքի համար, ամեն։